ՀԽՊ կուսակցությունը Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը հռչակում է որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Կուսակցության 7-րդ համաժողովին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ վերընտրվել վարչության նախագահի պաշտոնում։ Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ վիրավորվել է, հարուցվել է քրեական գործ։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, հանդիպել նախագահ Պուտինին։ Հայաստանի հետ 2024 թվականին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ Դա ռեկորդային ցուցանիշ է, ասել է Պուտինը։ Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Աջապահյանին իշխանությունը զարթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Հիմա են ասեք, բանավեճի գալու եք, կարող եք Կտրիչին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել։ Դիմելով նախկին նախագահներին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Մալխասամոյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն, հաղթելով օլիմպիական գործող չեմպիոնին։ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ 1 մարդ զոհվել է, 26-ը վիրավորվել։ Մոսկվան էլ ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնելու իր տարածքները եւ դժգոհել է ՌԴ-ից։